տեղ է, որ Գյումրեցի գումար մտի վճարել որ չէր դարձել։ Դու այդ կանը հարցնում։ Գյումրիի քաղաքապետի տեխնացու ՔՊԱ-ական Սարիկ Մինասյանը շարունակեց Արցախը եւ արցախցիներին ատելության թիրախ դարձնելու իշխանության քաղաքականությունը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի արձագանքն է 3 հանրայինի եթերում իշխանական Մինասյանի հայտարարությանը։ Ձուկը քանի որ գլխից փտում է, մարմինն էլ նախընտրում է փտած լինել։ Հիմա ես միայն կարող եմ հույս հայտնել, որ իշխանական վերնախավում մարդիկ դեռևս կլինեն, որոնք ներսում են կասեն հերիք է, ուղղակի մի շարունակեք։ Այս ատելության արշավը մի շարունակեք, ու դա կապ չունի արցախցիների հանդեպ է, գյումրեցիների հանդեպ է, թե ուրիշների, սա բոլորից դեմ է դուրս գալու։ ՔՊԱ-ական Սարիկ Մինասյանին նախընտրական բանավեճի ընթացքում վրդովվեցրեց Իմ հզոր համայնք կուսակցության քաղաքապետի տեխնացու Ռուբեն Մխիթարյանի քննադատությունը, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում Արցախը Հայաստանն է եւ վերջ հետո այն ճանաչում Ադրբեջանի տարածք։ Սրանի պատասխան ՔՊԱ-ական Մինասյանը հակադարձեց, թե նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք Լեռնային Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները գումարով իրենց երեխաներին ազատում էին ծառայությունից։ Ում երեխան ընկել է ժամկետային ծառայության ընթացքում տեղափոխել են Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, այդ մարդիկ իրենց դժբախտ են համարել։ Հիմա եկել եք գյումրեցիներին ուզում եք հակառակը ապացուցել։ Արտակ Բեգլարյանի գնահատմամբ իշխանության դասերը սերտած Սարիկ Մինասյանը այսպես նաև Արցախը արժեզրկելու փորձ արեց։ Հակառակ դեպքում կխոսեր բանակում թե նախկինում, թե հիմա եղած խնդիրներից ու վտանգներից, որոնք վայրով պայմանավորված չեն։ Խնդիրը Արցախի մեջ չէ։ Պատճառը պետք է հասկանալ, որ անվտանգային ռիսկերն են եւ դա միայն Արցախում չի դրսևորված եւ միայն Արցախում չի եղել ժամանակին, նույնիսկ հիմա էլ կա։ Իշխանությունից падգամավոր Հասմիկ Հակոբյանը վստահեցնում է, թե իրենց թիմակից Սարիկ Մինասյանին սխալ են հասկացել։ Ինքը փորձեց բացատրել, թե ինչ նկատի ուներ Մինասյանը։ Ոչ թե ասել է Ղարաբաղը ված տեղ էր, այլ Սարիկ Մինասյանն ասում է ձեր համար ոնց որ այնքան վատ տեղ էր, որ Ղարաբաղի վրա փող էիք աշխատում։ Այսինքն ինքը շեշտադրում էր, թե ինչպես էին վերաբերվում Լեռնային Ղարաբաղին։ Թե նախկինում, թե հիմա բանակում կոռուպցիա կա, բայց Արցախն առանձնացնելը եւ թիրախավորելը դատապարտելի է համարում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Պնդում է, գործող իշխանության օրոք բանակում խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլ ավելի են արմատավորվել։ Սևացնում ու նսեմացնում են Արցախը։ Զորակոչի հետ կապված, որ դա համատարած էր, ես դա չեմ ընդունում կտրականապես, որտեվ ես շատ լավ տեղյակ եմ։ Արցախի հետ կապել կոռուպցիան, դա ուղղակի ծիծաղելի է, ում պիտի համոզեն իրենք բանակում կոռուպցիան էպես չէր, որ մենակ ես չեմ ասում Արցախում չի եղել կոռուպցիա, բայց թող չսևեռվեն Արցախի վրա եւ իրանց թիրախավորեն, այսպես ասած, որ բաներ էին տալի, ոչ, ծնողները ստեղել են անհանգստանում, երբ որ երեխեքին բանակ են տանում։ Խորհրդարանական ընդդիմությունից շեշտում են Գյումրիում իշխանության տեխնացու Սարիկ Մինասյանը Արցախի մասին բանավեճի ընթացքում արած իր հայտարարություններով հանդես եկավ որպես դասական ՔՊԱ-ական։ ՔՊ ներկայացնող տեխնացուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով, մյուս կողմից նաև պատասխանատվություն ստանձնեց այս իշխանությունների այն բոլոր մեղսակցության համար, հայրենիքի հանձնումից մինչև Հայաստանի անվտանգությունը ըստ էության թշնամիներին վաճառելու այդ հարցից եւ դրանով ինքն իր ճանապարհը փակեց հետագայում քաղաքական գործընթացների համար։ Չենք կռվել։ Սա Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի միակ հայտարարությունը չէ, որ քարոզարշավի փուլում արժանացել է քննադատության։ Մինասյանը նաև ասել էր, թե Արցախն անցավ Ադրբեջանին, քանի որ մեջբերեմ չենք կռվել։ Բեգլարյանի կարծիքով իշխանության քայլերը երկրում ատելության մթնոլորտն են խորացնում։ Իշխանական վերնախավը Փաշինյանի գլխավորությամբ հաճախակի թիրախավորում է Արցախը, Արցախցուն, չգիտեմ, Արցախյան շարժումը եւ այլն, ուղղակի քիչ անընդունելի է։ Որևէ մեկը իրավունք չունի Արցախի արժեքը նվազեցնել,
Դա կլինի Նիկոլ Փաշինյանը, թե Սարիկ Մինասյանը, թե հասարակ քաղաքացի։ ՔՊԱ-ական Սարիկ Մինասյանը 3 հանրայինի եթերում արած իր հայտարարությանը չի անդրադարձել։ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են դրանով պետք է զբաղվեն իրավապահները։